ընթանում է Արմեն Աշոտյանի գործող դատական նիստը Հայաստանում գտնվող խաղաբանտարկյալների թիվն ավելանում է, ասում են աննախադեպ թվերի է հասել, ինչ սպասելիքներ ունենք այս եւ մյուս դատարաններից խաղաբանտարկյալների հետ։ Եկեք նախ եւ առաջ նշենք, որ 2026 թվականի ընտրությունները քաղաքական հետապնդումների ծավալի իմաստով աննախադեպ ընտրություններ էին։ Ոչ մի այլ ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության ամբողջ այս ընթացքի մեջ ոչ մի այլ ընտրությունների ժամանակ այս ծավալի քաղաքական հետապնդումներ տեղի չեն ունեցել։ Այսքան բացահայտ, այսքան լկտի, այսքան շինծու ձևերով որևիցե այդպիսի հետապնդում չի եղել, որքան այս ընտրությունների ժամանակ են եղել, պարզապես թևավոր խոսքով ասած, իսկապես կալանավայրերը լցված են խաղաբանտարկյալներով եւ խցերը չեն բավականացնում։ Եվ յուրաքանչյուր ակտիվ քաղաքացու պարտքն է այս պարագայում կանգնել խաղաբանտարկյալների կողքը։ Իմ ու քո չանել, տարբերություն չդնել, որովհետև բոլոր քաղբանտարկյալները այդ կարգավիճակում են հայտնվել, բանտարկվել են, նստում են ազատ խոսքի համար, ազատ կամարտահայտության համար։ Շատերի հետ դու կարող ես համաձայն լինել, շատերի հետ կարող ես համաձայն չլինել, շատերին կարող ես ընդունել, չընդունել, բայց այն, որ բոլորը ընդդիմադիր գործիչներ են եւ դրա համար պատժվում են եւ Հայաստանի Հանրապետությունում կալանքը կիրառվում է որպես պատժի միջոց եւ մարդուն կարող են մի շինծու գործով կալանավորել եւ այդ շինծու գործի հանգամանքներ, այսպես ասել, օրինակ ասենք, չգիտեմ, ասել, եթե ենթադրենք պետական դավաճանության մեջ է մեղադրում, ասեն, որ ինքը դավաճան է, կամ կոռուպցիայի կաշառակերության մեջ է մեղադրում, ասեն կաշառակեր է, այդպես մարդուն անմեղության կանխավարկած չպահպանեն, ու այդ անմեղության կանխավարկած չպահպանեն առաջին հերթին պետության ներկայացուցիչները, պետական այրերը, որոնք իրենք պետք է առաջին հերթին պահպանեն անմեղության կանխավարկածը, այս պարագայում անհրաժեշտություն է, որ բոլոր քաղաքական ուժերը, միավորները, հանրային, քաղաքացիական հասարակությունը քաղաքական բանտարկյալների ազատ արձակման օրակարգի, քաղաքական հետապնդումները դատապարտելու օրակարգի շուրջ լինեն միասնական։ Սա շատ կարևոր է։ Ինչ վերաբերում է դատարանից ակնկալիքներին, սպասելիքներին, ամեն դեպքում մեր արդարադատության համակարգում, այսպես ասենք, կան անհատներ, կան դատավորներ, որոնք կարողանում են մասնագիտական իրենց խղճի շրջանակներում օրենքի հետևելով, սահմանադրությանը հետևելով, հնարավորինս եւ շատ մեծ ճնշման տակ լինելով, փորձեն հնարավորինս այսպես օբյեկտիվ օրենքի պահանջներից բխող որոշումներ կայացնել։ Միշտ էլ դատարանների առջև կանգնած, ես միշտ էլ ուզում եմ լավատեսության խոսք ասել։ Ուզում եմ լավատեսության խոսք ասել, որովհետև ի վերջո մենք տեսնում ենք, չէ՞ որ շատ գործեր ջարդվում են։ Իսկ այդ ջարդվելը ոնց է տեղի ունենում։ Իհարկե փաստաբաններն են լավ աշխատում, իհարկե փուչ գործեր են լինում, բայց ամեն դեպքում այդ ֆորմալ որոշումները, այդ ակտները, որ կայացում են, էլի դատավորներն են անում, որոնք այսօր նորից եմ ասում, շատ մեծ հետապնդման, շատ ճնշման տակ են։ Դրա վառ արտահայտություններից մեկը Փաշինյանի հենց այն խոսքն է, որ Հայաստանում կա մաֆիա, դատաիրավական մաֆիա եւ մենք պետք է դատաիրավական մաֆիան վերացնենք, հա։ Այսինքն այս մարդիկ շատ մեծ ճնշումների տակ են, շատ աննախանձելի դրության մեջ են։ Իհարկե կան նրանց մեջ այնպիսիները նաեւ, որ պախարակման արժանի են ընդհանուր առմամբ, բայց համենայն դեպս ես ուզում եմ հավատ չունեմ, հույս չունեմ իհարկե, բայց ամեն դեպքում աշխատում ենք, որ ապավինել ողջամտությանը, դատավորների ողջամտության, թեև կարող է հենց հիմա 2 րոպե հետո կամ 2 վայրկյան հետո արդեն ասենք որոշումը լինի, որոշումը վաղն է լինելու։
Տեսնենք։ Իսկ ՍԴ-ի հետ կապված, որպես ընտրություններին մասնակից ուժի ներկայացուցիչ, Անմիջապես չենք մասնակցել, բայց այո, սատարել ենք ուժեղ Հայաստանին։ Արդյոք սպասելի է ձեզ համար արդյունքները կամ գոհացած եք ընտրությունների Իհարկե ոչ, ինչպես կարող են գոհացած լինել, եթե կեղծված ընտրություններ էին եւ այդ կեղծված լինելու առյուծի բաժինը տեղի էր ունեցել մինչև քվեարկության շրջանը։ Ահաբեկումները բարի փոխաբերական իմաստով վախի մթնոլորտի ստեղծելը թոշակների բարձրացման ձևով 2 ամիս առաջ կաշառատվությունը ենք, որ դա գնահատում է, այս ամեն ինչը հաշվի առնելով մենք չենք կարող եւ բազմաթիվ այլ հանգամանքներ հաշվի առնելով չենք կարող գոհացուցիչ համարել իհարկե, բայց մի կարևոր հանգամանք, որ ընտրությունները նաեւ ցույց տվեցին, որ այդքան կեղծիքներով հանդերձ Փաշինյանը չի վայելում մեծամասնության աջակցությունը, ընդհակառակը մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը մերժում է իրեն, սա է շատ կարևոր։ Ինչ վերաբերում է սահմանադրական դատարանին, որ դատարանից ունենանք ակնկալիք, այն դատարանից, որոնք որ ամբողջ կազմը ձևավորվել է մեկ խմբակցության, ԿՊ խմբակցության կողմից ընտրության արդյունքում չեն կարող ունենալ ակնկալիք, սակայն սահմանադրական դատարանի process-ը կարևոր իրավական գործիք է, որը կարևոր հանգրվան է, որը պետք է այդ հանգրվանով անցնել իշխանափոխության ընդհանուր սխեմայի մեջ։